Մանանյան, ավելի գլոբալ հարցերի մասին էլ անդրադարձակ ձեր խոսքի սկզբում հյուսիս-հարավի արևելք արևմուտքի համադրման մասին խոսեցինք։ Հիմա քանի որ մենք իրականության հետ ենք առերեսվում, որ թրիփն է կյանքի կոչվում եւ արդեն խմբեր են եկել, ուսումնասիրում են, դուք թրիփի հարցում ինչ մոտեցումներ ունեք, նկատում եմ միասնությամբ ձեր նախաձեռնությունը եւ իշխանություն դառնալու պարագայում ինչպես եք խաղարկելու, որ օրինակ արևելք արևմուտքը հյուսիս-հարավի հետ համադրվի, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն պատրաստվում տեսնել այլ, այսինքն Ռուսաստանի կամ Իրանի դեմքով այլ ձևաչափեր։ Նաև մեկ հարցադրում դուք խոսել էիք մինչև այս ձեր ուղեցույցներին անդրադառնալը ձեր Facebook-յան էջում հենասյունների մասին գրառումներ էիք անում, հիմնական անդրադարձները նաև այնտեղ ենք տեսել։ Ամեն դեպքում ամեն անգամ երբ որ կարդում էի, ինձ մոտ հարց էր առաջանում, դրանք կարճաժամկետում իրականանալի ծրագրեր չեն թերևս, բայց ունեք կարճաժամկետ հեռանկարում փոփոխությունների ինչ-որ ցանկ, որ կիրագործվի։ Իհարկե։ Ձեր շնորհակալություն, թրիփի հետ կապված։ Տեսեք, թրիփի հետ կապված մենք տնտեսական մասով գնահատել ենք, որ իր տնտեսական ազդեցությունը մեր երկրի վրա էական չի լինելու։ Եվ որոշակի հաշվարկներ ենք կատարել, երբ որ պատկերացրեք ոչ մի բան դեռ հայտնի չէր, մենք միջազգային լրահոսից փորձում ենք ինչ-որ պատառիկներ տեղեկատվական վերցնել եւ դրա հիման վրա դատողություններ անել, խոսքը գնում է ժամանակին ամենայենց սկզբնական փուլում, որ դա լինելու է էստակադային ինչ-որ մի կառույց, այսինքն լինելու է էստակադաների վրա, լինելու է այդ 43 կիլոմետրը եւ ինքը ըստ էության չի ունենալու հաղորդակցություն մեր ներքին տրանսպորտային եւ կոմունիկացիոն ենթահամակարգերի։ Մենք այն ժամանակ հաշվարկ էինք արել, որ այդ պարագայում, տեսեք, ստացվում է, որ ամբողջ աշխարհում տարանցիկ փոխադրումներից եկամուտները հաշվարկվում են փոխադրվող տոննաժի հիման վրա։ Ասենք մեր պարագայում մենք հաշվարկել էինք 5-ից 7 դոլար 1 տոննան եւ նախնական գնահատվում էր, որ 10-ից 15 միլիոն տոննա փոխադրման բանա ունենալու, հնարավորություն ունենալու այդ էստակադային տրիպը լավագույն դեպքում թող լինի 20 միլիոն տոննա։ Թող այսօրվանն էլ իրանց թող լինի 20 միլիոն տոննա եւ լինի ենթադրենք 7 դոլար 1 բան է։ 20 միլիոն անգամ 7 դոլար, անում է 140 միլիոն։ 140 միլիոնի 26% ինչքան անում։ Այդքանն է Հայաստանի լավագույն դեպքում տարեկան բաժնե մասնակցություն, այսինքն մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է խոսքը։ Սա ուղղակի որպես տնտեսական մենք կարճն ենք շատ նես խոշորացված թվերով հաշվարկ արեցինք։ Մենք ասում ենք, որ տրիպը ինքը տնտեսական առումով Հայաստանին շատ մեծ հնարավորություններ չի տալու, բայց դիվանագիտական ու քաղաքական նշանակությունը շատ կարևոր է։ Այդտեղ է որ տրիպը կարող է դառնալ այնպիսի մի հանգույց, որտեղ որ դու թե տարածաշրջանի ասելով Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը կարող ես համախմբել եւ համատեղել այս հանգույցի շուրջ։ Սրա վերաբերյալ մենք մեր տեսակետները հայտնել ենք։ Այսինքն սա քաղաքական առումով ինքը շատ կարեւոր է, տնտեսական առումով այդքան էլ չէ։ Քաղաքական առումով ինչով է կարեւոր, օրինակ դուք ինչպես եք կարեւոր։ Դե պարզ, տեսեք, մի օրինակ ասեմ, Ռուսաստանից գալիս են ազդակներ, որ իրենք դեմ չեն չէ տրիպում իրենց մասնակցությունը որոշ չափով քննարկել։ Եթե մենք բոլորս տեսնում ենք, դա այնպես չի էլի, որ ասենք շղարշի ներքոյա, չէ, տեսնում ենք, չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշակի երկխոսության մեջ են, մենք դա տեսնում ենք։ Եվ օրինակ տեսեք, եթե Ռուսաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը օրինակ մենք կարողանանք համադրենք մեր շահերի հետ եւ համախմբենք տրիպի ներքո։ Օրինակ եմ ասում։ Մյուսը, մենք ունենք չէ մետաքսի ճանապարհ, մենք ունենք չէ հյուսիս-հարավը, որը ըստ էության Հնդկաստան-Ռուսաստան պրոյեկտը դեռևս 2000-ականների սկզբներից։ Հետևաբար մեր անելիքը նա է, որ մենք թե մեկ ուղի չինական պրոյեկտը, որը Իրանով է անցնելու,
եւ հյուսիս-հարավը, որը Իրանով է անցնելու, չէ, ամենատրամաբանական ճանապարհը գալիս է հանգույցը, գալիս է այնտեղ, որ քննարկվում է այսօրվա տրիպը։ Ու լավագույն բանակցությունները կլինեն, որ մենք համադրենք այդ բոլորի շահերը այս հանգույցում։ Սա է մեր կարծիքով այն ջանքը, որ մենք պետք է իրականացնենք։ Հետևաբար, որpիսի դու բանակցություններ վարես եւ բանակցություններում ունենաս որոշակի հաջողություններ, դու պետքա փոխես ուղղակի բանակցողին։ Մեր խնդիրը հենց սա է, բոլորով իրար հետ պետքա գրանք փոխենք բանակցողին, որ բանակցողը ունենա այդ հնարավորությունները կարողանա կիրառի։ Բայց եկեք էլի խնդրեմ, որ մենք մնանք մենակ տնտեսական բանի շրջանակներում։ Իսկ կարճաժամկետին չի։ Կարճաժամկետ։ Տեսեք, ցանկացած քաղաքական ուժ, եթե գալիս է ու խոսում է լոզունգային եւ միմիայն կարճաժամկետ նպատակներով, ես խորհուրդ կտամ այդ քաղաքական ուժին վերապահումով վերաբերել։ Այստեղ ինչ որ մենք ներկայացրեցինք, հերահար նպատակներ ունեն։ Նույնիսկ կան իրագործվող ծրագրեր, որոնք տասնամյակ կարող է տևի։ Բայց մենք հստակ ասելու ենք սրա մեջ որն է կարճաժամկետ, որն է միջնաժամկետ, որն է երկարաժամկետ։ Օրինակ, երբ որ ասում ենք արդյունաբերական երկիր, մենք հասկանում ենք, չէ՞, որ արդյունաբերական գոտիները կառուցելու համար պետք են որոշակի ժամանակաշրջան, տարիներ են պետք դրա համար։ Բայց մենք ունենք ներուժ, արտահանելի ծառայությունների ներուժը, որը կարելի է անմիջապես անել։ Չէ՞ որ մենք կիբերանվտանգության, ՏՏ ոլորտ եւ բանկային ոլորտում մատուցող ծառայություններ, որոնք արտահանում են, մենք ստեղ ունենք շատ մեծ պոտենցիալ, որ սա մեր արդյունաբերականացման կտորի կարճաժամկետ մասն է։ Այսինքն կան ծառայությունների ոլորտ, որը կարելի է շատ արագ զարգացնել եւ իհարկե պետք է մեր արդյունաբերական գոտիները զարգացնենք։ Պետք կլինի դրա համար տասնամյակ, ուրեմն մեկ տասնամյակ պետք է գնանք, բայց դրա համար պետք է այսօր ասենք մեր ժողովրդին։ Համեցեք։